Խումջան բարի լույս, սրուր պատենք, եկեք նայենք, թե ինչ է տեղի ունեցել շուկայում և ինչ կարող ենք ակնկալել երեկվա մեր շուկայից։ Մի փոքր խառնաշփոթ է այստեղ, բայց ինչ եմ ուզում իրար հետ նայենք, որովհետև շատ կարևոր է ու շատ կարևոր է նրա համար, որովհետև երեկ ի տարբերություն մնացած օրերի մենք առնվազն ունեինք նախորդ օրը bias դեպի ներքև։ Bias-ը նշանակում է, որ այս բանը, այս մոմը իջացրել էր։ Հետևաբար այսօրը մենք սպասում ենք ինչ դեպի ներքև իջնող շուկա։ Այսինքն մենք պետք է միայն նայենք պոտենցիալ իջնող սեթափներ, ուրիշ ոչ մի բան, այն ինչը որ խոսել էինք, okay։ Հետո ինչ է տեղի ունեցել, որ այստեղ բարձրացել է ու այո, այստեղ մենք super engulfing-ով փաստացի փակել է, որից հետո տեսեք ինչքան իջել է ներքև։ Իջել է ներքև, հասել է մեր order block-ին ու հասել է այստեղ ներքևը մի ժամանոց order block-ին նույնպես։ Բայց ամբողջ խնդիրը այստեղ կայանում է նրանում, որ մենք երբ որ գիտենք, որ բարձրացողը կամ իջնողը, մենք ինչ ենք անում։ Գնում ենք շուկան, փնտրում ենք պոտենցիալ լիկվիդացիոն զոնաների ու դա իրականացնում ենք հիմնականում 5-ից հետո, երբ որ շուկան արդեն պետք է ռեակցիա տա, այսինքն ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ, որ մանիպուլյացիա արեց ժամը 9-ին այս Ասիայի low-ը ներքևը, okay, այստեղ մանիպուլյացիա արեց, որից հետո ռեսկի բարձրացավ վերև, այստեղ նույնպես մանիպուլյացիա արեց արդեն high-ը բանի Ասիայի, այստեղ այս զոնայում մենք պետքա ինչ նայենք, այն ինչը որ ես ձեզ նկարեցի ուղարկեցի, որ հավանաբար կարար այստեղ նույնպես բարձրանալ, բայց չբարձրացավ, հիմա մենք չենք դնելու սպասենք, ուղղակի այդ պահին մենք ուշադիր նայում ենք շուկային, ուշադիր շուկային ենք նայում, հասկանանք ինչ է շուկան մեզ ասում։ Ես ձեզ հիմա նորություն, նոր բան չեմ պատմելու, որ սա նորություն էր ինձ համար ասեք, հայք չէ, այստեղ նորություն ընդհանրապես չեմ պատմելու և այստեղ երբ որ ժամը 5-ի 6-ի կողմերն է լինում, մենք սպասում ենք ինչի, shift-ի ենք սպասում, տեսեք այստեղ, եթե ուզում ենք դիտարկենք այստեղ, մի հատ shift ունենք, shift-ը պետք է դեպի ներքև նույնպես նայենք, որտև օրը դեպի ներքև է, 100 shift կարա վերև լինի, բայց մենք միայն ու միայն կենտրոնանում ենք ներքև իջնող shift-ը, սա այս զոնայում, պրինցիպի կարանք ասենք, okay, այս լիկվիդացիան վերցրել է, կարար այս մեկը վերցներ, պոտենցիալը մեծ է, բայց քանի դեռ 6-ը չի, ոնց որ բացվել ժամը 6-ի հետ ագրեսիվ ինչ-որ շարժը տեղի չի ունեցել, մենք ավելի լավ է զուտ նեյտրալ վիճակով հասկանանք ինչա ինչի, եթե ի վերջո ասում ենք, չէ, մենք պտի մտնենք, որովհետև ուզում ենք մտնենք, այստեղ, այո, մենք կարող ենք մտնել, սա չեմ ուզում, մենք այստեղ կարող ենք գործարքի մտնել, այս 0.5-ի սահմաններում, Fibonacci սենց քաշեինք, մոտավորապես այս զոնայում, այստեղ հասկանայինք որտեղ ինչ ունենք, այստեղ մի փոքր fair value gap ունենք ու order block ունենք այս զոնայում, որը որ ես նորից եմ կրկնում, եթե ցանկանայիք գործարքի մտնեիք, ապա այստեղ դուք մեծացնենք, որ տեսնենք, այսի shift-ն է եղել, բարձրացել է այս զոնան, այս զոնայից իջել է order block-ով, order block-ով պլյուս այստեղ մի փոքր fair value gap էր մնացել, հետևաբար, եթե մենք order block-ով ենք դիտարկում, մենք կարանք order block-ով մեր stop-ը դնենք, կարանք այստեղ վերևով դնենք, որը որ ավելի ապահով է, թեկուզ և որ ավելի ապահով է, այստեղ Fibonacci 1 ու 2-ը կստանայինք, սա risk reward-ի տեսանկյունից, եկեք հասկանանք ինչքան է, այստեղ մեր stop-ը, այստեղ մեր
take-ը ինչքան է 1-ը 9-ի մոտավորապես եկել է եւ եթե նույնիսկ 1-ը 2-ից չի եկել բանալ 1-ը 1-ով կարանք մենք 50%-ը վերցնենք, որը որ անում ենք հետո զրոականով դուրս գայինք այստեղ մի հատ փոքր trade sense տնեն ստացված trade կարող ենք իրեն համարել okay սա trade համար 1 որը որ միջին է բայց okay երկրորդ trade-ը այն է որ արդեն այս լիկվիդացիան երբ որ մաքրեց այստեղ մենք ինչ ունենք եկեք ցույց տամ հա այստեղ ունենք shift sense shift եկավ մաքրեց ու միանգամից գգմփ ներքև տեսնում եք ինչ super engulfing ունենք այստեղ այս super engulfing-ով հանդերձ այսինքն super engulfing-ը հիշում ենք ինչա չէ որ բանկերը ոնց են մանիպուլյացիա անում ստոպերը մաքրում ու միանգամից հակառակ ուղղությամբ ուղղորդում քանի որ այստեղ ունենք լիկվիդացիա ու միանգամից ռիսկի shift սա մեզ համար արդեն իսկ confirmation է այստեղից այստեղ վերևից մինչև այստեղ ներքևը shift-ը դնում ենք քաշում ենք մինչև որտեղ որ կուզեք քաշելուց հետո տեսնում ենք որ մենք 0.5 զոնա ունենք ու սպասում ենք որ գինը գա 0.5 զոնային կպնի երբ որ կպնում է 0.5 զոնային եթե շատ եք ուզում այն որ շատ եմ ես ուզում ասեք հայ ես շատ եմ ուզում ապա դուք կարող եք մտնել փոքր գրաֆիկական պատկերով ինչ որ փորձել եւս shift գտնել այստեղ որը որ ցավոք սրտի shift չկա բայց այս վերևը չկա բայց այստեղ ներքևը կա այս մեկը հիմա այստեղ ներքևը կա մենք նույն տրամաբանությամբ կարող ենք սենց անել տեսնել գալս է թե չէ բայց հիշում ենք որ մի րոպեանոցով մենք կարանք եւ սա էլ չանենք այսինքն այս shift-ը տեղի ունեցավ մենք միանգամից shift-ից մտնենք shift-ից մտնելն այստեղ է կամ կարող եք սպասել գա shift-ի զոնայից մտնեք ու տեսնում եք որ այստեղ նույնպես բանալում բաց ենք թողում հնարավորությունը այստեղ վերևից վաճառելու իտոգում 5 րոպե է RSI կարող ենք օգտագործել այստեղ իմ կարծիքով մենք կարող ենք նույնպես սա էլ դիտարկել ինչու ոչ մեր ինդիկատորը օգտագործենք ու ինդիկատորը հենց ինքն իրենով գտել է սա հասկանաք տեսնեք այս դիվերգենցիան ինքը գտել է եւ ասել է ախպեր ջան ես ուզում եմ իջնեմ ներքև մենք գիտենք որ ուզում ենք իջնենք ներքև օրականը շաբաթականը եւ այլն ամեն ինչը մեզ հուշում է ներքև մի հատ էլ հերիք չի 5 րոպեանոց RSI դիվերգենցիա ունենք RSI դիվերգենցիա ունենք ըստ է զոնաները մոտիկ են սպասում ենք 6-ը գա ծնգա հասկանանք ինչա տեղի ունենում ու վсё հասկանում եք հիմա տեսեք այստեղ երբ որ ուշադիր խնդրում եմ ուշադիր լսեք երբ որ մենք ունենք օրական bias ինչա ակնկալվում է որ հաջորդ մոմը առնվազն գնալու է նախորդ այս մոմը գնալու է նախորդ մոմի ներքևները մաքրի okay հետեւաբար այստեղ մենք 65-700 զոնան մենք ակնկալում ենք որ պետքա գնա մաքրի պարզ է այս հիմա եթե մենք ակնկալում ենք որ պետքա գնա մաքրի այսինքն 66-700 այստեղ այս-ի բաննա ներքևի զոնանա okay այստեղ ներքևի զոնան մենք կարանք target անենք մոտավորապես հենց այդ ներքևի զոնան ու եթե ինչ մենք կարանք մի րոպեանոց 5 րոպեանոցով սպասենք մինչև տեսնենք ինչ ալնում մենք կարանք չէ՞ այդ ամեն ինչ անենք մենք կարանք նույնիսկ տրամաբանենք ասենք լավ սպասի այստեղ ներքևը order block ունեմ եթե շուկան ուզում է իջնի տրամաբանական չի այստեղ գա զուտ վերցնի ու ինչ որ բարձրանա երբ որ հələ ներքևը կա ինչ որ մի բան դրա համար մենք կարանք trailing stop ինչ որ մի լոգիկա մտածենք որը որ դուք գիտեք հենց shift-ի տրամաբանությամբ 5 րոպեով նայեք տեսնեք okay որտեղ ես shift ունեմ shift որտեղ ունեմ shift ունեմ այստեղ մոտավորապես այս զոնայում
Սենց բարձրացավ, իջավ, այստեղ բարձրացավ, խոսքի այստեղ ես, այսենց, միջև այստեղ ես կարամ բան անեմ, գործարքս բաց թողեմ, ու գործարքը երբ որ բաց ես թողում, տեսնում ես, որ 1-ը 8-ի հարաբերակցությամբ գործարք ենք բացում, լավ, եկեք շարունակենք, սա հասկանալի էր, պարզ էր, մենք հիշում ենք, որ երբ որ point of interest ենք գտնում, որ վատը չի, նույնիսկ կարող ենք իրեն strong համարել, այստեղ 4 ժամով ունենք այս order block-ը, ժամանոցով էլ ունենք այս փոքրը, որը որ ինքը փաստացի եկել է այս լիկվիդացիաները մաքրել է, այս մեկը չի կարողացել բանանի, բայց ի վերջո եկել է այս լիկվիդացիան էլ է մաքրել, մենք իրեն կարող ենք համարել strong zone-ը, okay? Strong order block։ Հիմա, եթե մենք կարող ենք իրեն strong order block համարել, մենք ոնց էլ չլինի գիտենք, որ գինը երբ որ մտնի այս զոնա, մենք կարանք մեր shift-ով մտնենք գործարքի, այսինքն այս 1-ը 8-ը ընտիր, վсё, մտանք, փակեցինք, գնացինք տներով։ Հիմա, եթե դուք սիրում եք գիշերը արթուն մնալ, որը որ վստահ եմ մարդիկ կան, ովքեր որ սիրում են գիշերով trade անել, ապա այստեղ մենք կարող ենք տեսնել լավ, այստեղ ինչ է տեղի ունեցել, հələ որ սենց իջնում է, եւ այստեղ real shift ենք ունենում։ Մի հատ shift-ը ներքևն է լինում, փաստացի այստեղ։ Ու հերիքչի shift ունենք, նաև ունենք դիվերգենցիա։ Հերիքչի դիվերգենցիան ունենք, մի հատ էլ ունենք trend line, որը որ այս shift-ը գալիս է ջարդում է, հա? Այսինքն real trend line-ը, դիվերգենցիա եւ այլն, ամեն ինչը գալիս եւ ջարդում է։ Երբ որ գալիս ջարդում է, մենք ինչ ենք անում։ Նույն լոգիկան, բացարձակ նոր գաղափարներ չենք մտածում եւ այլն։ Ինչ ենք անում։ Հասկանում ենք, որ մեր discount zone-ան կա, discount zone-այի սահմաններում ինչ ունենք։ Ունենք այստեղ մի հատ order block, այս զոնայում էլ ունենք մի հատ fair value gap։ Հիմա որտեղից է հարմար գործարքի մտնելով, ընդհանրապես էական չի, կարող ես այստեղից, կարող ես այստեղից, կախված քո ռիսկի ու հավեսի, դու ես որոշում։ Եթե չես կողնորոշվում, միգուցե գնաս 1 րոպեանոցով ասես լավ, ինչ է այստեղ տեղի ունենում։ Այստեղ մի հատ սենց բացենք գրաֆիկական պատկերը, եկեք այս order block-երը հանենք 4 ժամանոցում ու ժամանոցը, որպեսզի ավելի հեշտ լինի մեզ։ Ու այստեղ հասկանանք լավ, ինչ է այստեղ տեղի ունենում, այստեղ դու կարաս ասես լավ, այստեղ տես։ Պրինցիպի այստեղ նույնպես մի հատ shift ունենք, բանից հետո այստեղ, այս կտորի վրա, shift ունենք, այս shift-ից մտնեմ եւ այլն։ Ոնց հարմար է, կարող եք այստեղ ներքևից հենց 0.5-ը կպնելուն պես մտնեք, որը որ ես նախընտրում եմ տենց անեմ, կարող եք double confirmation, էական չի։ Երբ որ գործարքի ենք մտնում, այստեղ մեր Fibonacci-ն քաշում ենք, ու մեր target-ները, տեսեք, այստեղ այս կտորը, այս ծայրով, գալիս է կպնում է, ու մենք դուրս ենք գալիս, ու մեզ տալիս է շուկան, ու մեզ շուկան տալիս է ինչ կան։ Մեկը 3-ի, մեկը 3.5-ի ռեալ գործարք է մեզ տալիս։ Okay? Եթե սպասենք, միգուցե մի քիչ ավել տա, բայց մեր Fibonacci target-ները մեզ հուշում են, որ այս չափից ավելին մի գնա փնտրի։ Կարաս փնտրես, բայց իմաստ չունի։ Մի խոսքով, սա երեկվա մեկնաբանությունն է, որ երբ որ մենք տեսնում ենք շուկայի ուղղությունը, մենք գնում ենք փնտրենք ինչ լիկվիդացիա, մենք գնում ենք փնտրենք super engulfing-ներ, մենք գնում ենք փնտրենք shift-եր, ինչու ոչ, նաև չոչեր։
կախված թե մենք ինչ ենք նայում, ամեն ինչ կարող ենք փնտրել։ Այստեղ նույնպես մենք կարող ենք 3 խմբից հետեի հենց real time դասը նայում մենք կարող ենք shift նայել, կարող ենք, բայց նույնպես կարող ենք մենք չոչ դիտարկել, ու այդ չոչը նույնպես ինքը ուրեմն աշխատել է, ոնց է աշխատել։ Աշխատել է հետևյալ կերպ, որ այստեղ երբ որ գինը բարձրանում է, այս սենց, okay, սենց։ Այստեղ ներքևը մեր shift-ը այստեղ է, չոչը այստեղ է, okay։ Գալիս այստեղ lower low է սարքում, lower high, որից հետո lower low։ Եթե կհիշեք, ու հուսով եմ կհիշեք, որովհետև սա կարևոր է, մենք մեր վերջի ոտքը չոչի, նույնպես դիտարկում ենք, մենք երբ որ չոչը տեղի ունենում, գնում ենք lower high փնտրելու։ Lower high երբ որ գնում ենք փնտրելու, այնտեղ օի զոնաներ ենք փորձելու գտնենք ու միևնույն ժամանակ կարանք նույնիսկ մեր Fibonacci OT-ին հասկանանք որտեղ է, OT-ին հասկանալուն պես կարող ենք այստեղ ունենանք մեր order block-ի զոնան ու տեսնում եք ոնց է գալիս սիրուն կպնում, չէ, այսինքն մենք այս կտորը վերցրել ենք shift-ով, հետո գալիս է չոչով մտնում է, երբեք քեզ բաց չի թողում, եթե դու ուղղությունը ճիշտ ես գտել, քեզ բաց չի թողելու, այսինքն քեզ այդ հնարավորությունը, որ երկրորդ անգամ okay, shift-ը մոռացանք, չոչով փորձենք մտնենք, միշտ լինելու է, okay, այստեղ real ունենք այն, ինչը որ մեզ պետք է, այստեղից նույնպես վերցնում ենք մեր short պոզիցիան, կարանք այստեղ դնենք, կարանք այստեղ դնենք, ես նախընտրեմ այստեղ վերևը դնեմ, որ ինչ որ է, ռիսկի չեմ ուզում դիմեմ, մի քիչ մեծ եմ դնում stop-ս, բայց նույնպես ես իմ target-ը դնում եմ որտեղ, target-ս դնում եմ առնվազն previous day low, այսինքն նախորդ մոմի ներքևի հատվածը, կարամ ավելի ներքևի չացնեմ, միանշանակ կարամ, ինչի համար, որովհետև այս լիկվիդացիան երբ որ եղավ, ներքևը հիշում ենք, որ ունենք order block, ու order block-ի ու լիկվիդացիայի ընկած հատվածում, այն լիկվիդացիաները, որ կա, հիմնական շուկան գնալու է վերցնի, շուկան գնալու է մաքրի, որից հետո արդեն եթե պետք լինի, նորից reverse անի դեպի վերև, ոնց որ դեռևս այստեղ ինչ-որ գործողություն անում, սպասենք, տեսնենք շուկան ինչ է անում, okay, դες լավ որ կհանդիպենք։